հետաքրքիր թեմա է։ Կարդալ գրադարտակի։ Ինչ թեմա է ուսումնասիրել։ Համակարգիչ։ Սպասեք, ով է կարդում։ Ես։ Լեոն կարդի։ Համակարգիչի ոտքային և երգային գլխավոր սարքեր։ Շատ ապրես։ Մուտքային և երգային գլխավոր սարքերը։ Այսինքն մենք մինչև հիմա ծանոթացել ենք ինչ-որ չափով, բայց մենք չգիտենք ինչ է նշանակում մուտքային, ինչ է նշանակում երգային։ Մուտքային և երգային բառերը երեխաներ երբեմն կարող են հանդիպել մուտքային փոխարենը կարող են հանդիպել ներմուծող և երգային արտածող, այսինքն դուրս բերող, ներմուծող, այսինքն ներս տանող, Լեոն, և երգային, այսինքն դուրս բերող։ Հիմա, այսպիսի մի փոքրիկ առաջադրանք, տեսնեմ, թե յուրաքանչյուր խմբում, ինչպես տեսակ, խմբերով եք աշխատել, բայց առաջին աշխատանքը, որ պիտի անեք, և շարունակությունը, որ պիտի անեք մյուս առաջադրանքները, միավորային է լինելու, և տեսնենք, որ խումբն է լավ աշխատելու, և որ խումբն է դասի ավարտին ստանալու մեղրի կաթիլները։ Դրա համար շատ ուշադիր եք աշխատում, լուր եք աշխատում, որովհետև մեր աշխատանքի արդյունավետության համար նաև կարևորը մեր գեղեցիկ աշխատելը, չէ՞, կարգապահությունը, լռությունը և ուշադրությունը։ Հիմա ձեզ յուրաքանչյուր սեղանին մեկ թերթիկ եմ տալիս, բայց դուք պիտի միասին մտածեք։ Եվ առաջադրանքը նա է, որ ձեր իմացած համակարգչային սարքերը, ինչքան որ սարք գիտեք, գրում եք ձեր թերթիկների վրա։ Ես ձեզ տալիս եմ 1 րոպե ժամանակ։ Տեսնեմ 1 րոպեում ամենաշատը որ խումբն է գրելու այդ առաջադրանքի մի վայրկյան, ես հիմա ժամանակը երբ որ ասեմ մեկնարկ, դուք սկսում եք։ 1 րոպե, ինչքան որ սարք գիտեք, արագ գրում եք։ Ժամանակը գնաց։ Օգնում եք։ Օգնում եք, ասել եք, որ ուզը գրում։ Ուշադիր, տեղեկատվական սարքերն ու համակարգչային սարքերը չշփոթեք։ Հենց որ զանգի ձայնը լսեք։
Վերջ, ժամանակը սպառված է։ Հիմա ինձ եք տալիս թերթիկները, սա առաջին խումբն է, սա երկրորդ խումբն է, չեք ավելացնում եք երրորդ խումբ, ինձ եք տալիս թերթիկը, երկրորդ խումբ և երրորդ խումբ։ Հիմա, առաջին խումբը գրել է մգնիկ, ստեղնաշար, էկրանին ոնց ենք ասում։ Մոնիտոր։ Այո, մոնիտոր, հեռախոս, հեռուստացույց, պլանշետ։ Դուք այստեղ ճիշտ է սարքերին ավելացրել եք նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ, սարքերը, որովհետև առանձին իրենք մասեր են։ Բայց ոչինչ, համարեմ, որ ճիշտ եք գրել, ուղղակի հաշվենք։ 1. Ես կարդամ, դուք հաշվեք։ Մգնիկ, ստեղնաշար, մոնիտոր, հեռախոս, հեռուստացույց, պլանշետ։ Քանիսն եղավ։ 6. Հիշեցինք առաջին խումբը 6 սարք էր գրել, 6 սարքյան։ Երկրորդ խումբը համակարգիչ, պլանշետ, հեռախոս, հաշվում եք, ինչ? Նաուչնիկ չի, ինչ է կոչվում։ Ականջական, հեռուստացույց և ոչ թե դինամիկ, այլ բարձրախոս։ Քանիսներ, 1, 2, 3, 4, 5, 6, էլի 6։ Վայ երեխեք, այն առաջինը երրորդ խումբն էր, մգնիկ, չէ ճիշտ էր։ Եվ երրորդ խումբը մգնիկ, ստեղնաշար, մոնիտոր, ստեղն է գրել, բայց ստեղնը այդ սարքի մի մասն է երեխաներ, ստեղնը մաս է ուղղակի սարքի։ Եվ համակարգիչ երրորդ խումբը 1, 2, 3, 4։ Այս պահին երրորդ խումբը չի շահում մրցանակ, համակարգիչ, հեռախոս, մգնիկ, հեռուստացույց, պլանշետ 1, 2, 3, 4, 5, չորրորդ խումբը 5, ուրեմն 1 կանաչ շերտիկ ես տալիս եմ առաջին խմբին, 1 կանաչ շերտիկ տալիս եմ երկրորդ խմբին։ Եվ որքան արդյունքում կանաչ շերտիկներ դուք ունենաք, վերջում կհաշվեք, բայց անկարգության համար ես կարմիր շերտիկեր եմ տալու, այնպես չանեք, որ կարմիր շերտիկ ունենաք, որովհետև կարմիր շերտիկը ոչնչացնելու է կանաչ շերտիկին։ Եղավ, շատ լավ։ Հիմա տեսնենք երեխաներ, այսօրվա մեր նպատակը ո՞րն է, այ բավականին շատ սարքերի անուններ գրեցիք։ Այսօրվա մեր դասի նպատակը ձևավորել համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը տարբերելու հմտություններ, զարգացնել խմբերով աշխատելու հմտությունները։ Դասի արդյունքում մենք դուք պիտի կարողանաք գտնել, նշել համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը, կկարողանաք տարբերել համակարգչի մուտքային և ելքային սարքերը և գտնել, նշել, տեսակավորել համակարգչի մուտքային և ելքային սարքերը։ Հիմա այսպիսի մի խաղ ենք խաղալու և պիտի դուք տեսեք սարքն է և անվանումը։ Մենք պիտի տեսակավորենք սարքերը, հա, կարողանանք անունը ճիշտ նկարին մոտեցնել։ Հիմա տեսնեմ առաջինը ով է գալիս ցույց տա, թե որը ինչի պիտի եսը թողնում ենք, առաջինը կգա Մարիամը։ Այստեղ մեզ են վիճակահանություններ, պետք որ վիճակահանության պիտի գային։ Առաջինը ո՞րն ես ցույց տալիս։ Հա։ Օրինակ տեսախցիկը, տեսացրիչը, տեսախցիկը։ Տեսացրիչը նկարի, ուր է տեսացրիչը։ Ոչ, այդ ինչն էր։ Արմենուհի արի օգնի։ Այո, տեսացրիչ։ Հիմա տեսացրիչ անվանումը միացնում ենք իր նկարին։ Ահա, ստացվեց այսպես։ Այո։ Շատ լավ։ Հաջորդը ապրեք, նստեք, շատ ապրեք։ Հաջորդը կգա Հայկը։ Արի Հայկ։
դե ասա։ Մկնիկը կարող ես գտնել։ Էսա մկնիկի բառը գտիր նկարին, ո՞րն է մկնիկը ցույց տուր։ Ահա գրված է, եւ կողքի կամ մի քիչ կողքի ցույց տուր, եւ նկարը մկնիկի։ Ահա շատ ապրես։ Միացնենք դրան։ Արի ինձ օգնի, հա։ Արի ինձ օգնի։ Արի դու մկնիկը աշխատեցրու, բռնի ես մկնիկին չփախչի հանկարծ։ Ինչ ենք անում, մոտեցնում ենք, որ կարևոր կոճակով պիտի տեղափոխենք։ Ձախ սեղմակով թե աջ։ Ձախ, այո, տեսա՞ք մկնիկը ապրես դե գնա նստի։ Հաջորդը խաչի գարի։ Գտել ես նկար եւ անվանում։ Արա մի քիչ աշխատի մենա։ Ստեղնաշար, դե ասա, էդ ինչն է։ Արի դե օգնի ինձ։ Չէ, դու նստի մեկ ուրիշներ կգան օգնի։ Արի միասին մկնիկը աշխատեցնենք։ Բռնի, ստեղնաշարի այս նկարը, մատը դուր ես դրեք, ձախ սեղմակին, ահա, մոտեցնում ենք, իրը անունի։ Տեսակ միացան, ապեր, շատ լավ, հաջորդը, ես ինչ եմ ասել, ինչ ասացի, Գագիկ, արի գտել ես նկարը և անվանումը։ Էդ ինչ է։ Էդ ինչն է։ Ապրես, դե ցույց տուր որտեղ է գրված բարձրախոս։ Դե էդ մի քիչ կողքի կանգնի ու ասա։ Բարձր դա ինչ էր, սա ինչ էր, Գագիկ։ Ինչ էր դա։ Ցույց տված այդ նկարը ինչ էր, բարձր ասա։ Ինչ էր։ Ապրես, շատ ապրես։ Արի դուր, նստի։ Գանե արի օգնի մկնիկը աշխատեցնելու, բարձրախոսի նկարը միացնենք, անվանենք։ Տեսա՞ք, ստացվեց։ Շատ։ Հաջորդը Չոփուրյան արի։ Ահա, էդ ինչ է։ Ահա, շատ ապրես, շատ ապրես, նստիր, ինքը արի մկնիկը միասին աշխատեցնենք, հաջորդը կանանք ես գանք, արի մկնիկը աշխատեցնենք, բռնի մկնիկը, սպասի, մի րոպե, ինչն էինք ցույց տալու, ուր էր, սա ինչն է երեխաներ, մի հատ նայեք էստեղ, սա ինչն է, այս է, խելափայտիկ կամ ջոստիկ, այո, հիմա ինքան կմիացնի, ահա, լավ, նստիր ինգա, եկեք մյուսները արագ ես ասեք, հա, դուք հիմա սա ինչ էր, մոնիտոր, այո, ինչ եք անում, մոնիտորը միացնում ենք իր նկարի, սա մի րոպե, այստեղ սխալ ենք միացրել, երեխեք ջան, բան չի չեք տեսնում, բարձրախոսը մենք միացրել ենք խոսափողին, բարձրախոսը մեր ո՞րն էր, Արիմանյա, բարձրախոսը ո՞րն էր, շատ ապրեք, մենք ունենք էստեղ բարձրախոս, սեղանին դրված ունենք բարձրախոս, ինչ ենք անում, ձայնը ավելի բարձր եք, չէ, ահա, շատ լավ, էս էլ միացրեցինք, մնաց էստեղ ինչը, տեսախցիկը, այո, հիմա եկեք մի անգամ եք դրդրեք այս անունները, այս փակվել է մի րոպե, տեսացրիչ, ունենք էստեղ տեսացրիչ, նայեք վերևում, այս որ դուք տեսնում եք պատին, այդ տեսացրիչն է օգնում մեզ, որ մենք մեծ պատին տեսնենք նկարը, տեսացրիչ, ասեք,
Առաջին սարքը, որ մենք պիտի ծանոթանանք, դա տեսախցիկն է։ Ուրեմն, երբ որ մենք երեխաներ մեր հրվում գտնվող հարազատների, ընկերների հետ ուզում ենք կապ հաստատել, մեզ օգնության է գալիս, երբ որ մենք պիտի մեզ տեսնեն, մեզ օգնության է գալիս տեսախցիկները։ Տեսախցիկները յուրաքանչյուր հեռախոսի վրա կան։ Եվ ինչ է տեղի ունեն։ Երբ որ մենք մարդը, այսպես մի մարդ զանգում է իր ընկերոջը, եւ հեռախոսը ձեռքին է, այստեղ մի փոքրիկ սարք կա, որը տեսախցիկի աչքն է, տեսնում եք, հապա նայեք այստեղ, էս ինչ է, տեսախցիկ, աչք ունի ինքը մեզ տեսնում է, մեր պատկերը երեխաներ, մտնում է, այս մարդու պատկերը, այսենց մտնում է տեսախցիկի մեջ, այսենց մտնում է, և այս մյուս մարդը, որը բացած էկրանը ձեռքին, էլի սենց նայում է էկրանին, որ վայ, քույրիկս եղբայրս զանգել եմ, պիտի խոսեմ, վայ, ինչ լավ է զանգեցի, երևում է մոնիտորի վրա, այստեղ էկրանի մոնիտորի, այս հեռախոսի մոնիտորի, ուրեմն մտավ տեսախցիկ, դուրս եկավ մոնիտորի մակերևույթ, այսինքն էկրանի երևաց։ Մենք կարող ենք տեսնել համակարգչի մոնիտորին, կարող ենք համակարգչի մոնիտորով պատկերը տեսնել, և տեսեք, այստեղ մտավ, այստեղից դուրս եկավ, ու այս մարդը իր աչքերով տեսավ նրա պատկերը։ Ուրեմն տեսախցիկը մեզ աչքերի տեսողական սարքն է, որ մեզ օգնում է, որ մենք կարողանանք տեսնել։ Պարզ է, ուրեմն մեր պատկերը մտնում է տեսախցիկի մեջ։ Պարզ է, և երևում է այն մյուս հարևանի հեռախոսի կամ համակարգչի մոնիտորի վրա։ Գնացինք առաջ։ Տեսազանգ կատարելու ժամանակ օգտագործվում է տեսախցիկ։ Տեսախցիկը զրուցողների պատկերները ներմուծում է համակարգիչ։ Մենք չէ որ հեռախոսներ ենք, չէ համակարգիչ համարում։ Գնացինք առաջ։ Ինչ է սա? Շատ աղի։ Մգնիկի միջոցով, այ հիմա ես ինչ եմ անում էկրանին, մգնիկի ինչն է? Շատ աղի։ Մգնիկի ցուցիչով ինչ եմ անում։ Համակարգչին ասում եմ հիմա դու էսպես արա, հիմա դու էնպես արա, չէ՞։ Ասում եմ ինչ-որ կարգադրություններ եմ անում, ծրագրեր եմ բացում, փակում, խաղեր են խաղում, չէ՞։ Մգնիկին, այսինքն ես ինչ եմ անում, հրաման եմ տալիս, ես մուտքագրում եմ իմ ցանկությունը մգնիկի միջոցով, պարզ է։ Իսկ համակարգչի ծրագիրը արդեն հասկանում է ես ինչ եմ ուզում և կատարում է իմ ցանկությունը։ Գնացինք առաջ, ցանկացած համակարգչային ծրագրով աշխատելու համար պետք է բացել այն։ Հիմա որ մգնիկ չունենայի կարող է համակարգչով աշխատել։ Շատ լավ, դրա համար օգտագործում են մգնիկը, որի միջոցով հրահանգ ես տալիս ծրագրի։ Եվ գնացինք առաջ։ Ինչ է? Խոսում եմ մեջը, խոսում եմ։ Այս բացրախոսից երեխաներ կա նաև այս հեռախոսների տարբեր մասերում, այստեղ կա, այդ փոքրիկ անցքեր են։ Մեր ձայնը, երգը, չգիտեմ, ինչ-որ այսպես երգում եմ, լա, չգիտեմ ինչ, արտասանում եմ, բարևում եմ, հաջողություն եմ մաղթում և այլն։ Մեր ձայնը գալիս է մտնում է այստեղ, և այստեղ կա, այս մյուսի հեռախոսի վրա է, և այստեղ էլ կա, բարձրախոս, այսինքն իմ խոսացածը բարձր ձայնով լսվում է, էլի ինչ-որ մի տեղ է
այդ բարձրախոսը։ Մտնում է այստեղ, այստեղից բարձրախոսի միջոցով դուրս է գալիս։ Ուրեմն, այստեղ կա խոսափող։ Խոսափողը նայեք սա։ Այ դուք աղջիկները, տղաներն եք, ունեք չէ՞ խաղալիք խոսափող երգող ինչ-որ բան։ Ահա, դրանք նրա համար են, որ դուք ձեր ձայնը ներմուծեք որևէ համակարգչային ծրագիր։ Պարզ է։ Գնացինք առաջ։ Խոսափող, տեսազանգի կամ զանգի ժամանակ խոսողի ձայնը ներմուծվում է համակարգիչ։ Պարզ է սա է։ Ինչ է սա։ Շատ ապրեք։ Ուր է բարձրախոսը մեր։ Այստեղ է։ Սրա միջոցով ինչ ենք անում։ Լսում ենք, այո, ձայնը հեռախոսի վրա է կար բարձրախոս, որը օգնում է, որ զրուցակցի ձայնը մենք բարձր լսենք։ Պարզ է։ Գնացինք առաջ։ Բարձրախոս վերարտադրում է, այսինքն կրկնում է մեզ համար այն կողմում խոսացողի ձայնը։ Այն մյուս հեռախոսում հեռվում գտնվող մարդու, այն մյուս հեռախոսի մեջ խոսացողի ձայնը մեզ վերարտադրում է։ Մեր մոտ բարձր լսվում է դրա միջոցով։ Պարզ է։ Հենց հարցեր լինում ասում եք։ Ինչ է սա։ Ջոյստիկով ինչ եք անդենք դուք ասեք, ով է։ Ոնց եք խաղում։ Ինչ ենք անում։ Ոնց ենք, ինչ ենք անում։ Ասա, ինչ ունի իր վրա, որով դու կարողանում ես խաղալ։ Լեոն, դու խոսի, ասա, ինչ ոնց ես խաղում դրանով։ Թռցնում եք կապ եմ զարկում բռնում եմ։ Հա, այդպես է դրա խաղը, ես չգիտեմ, չեմ խաղում։ Դե բացատրեք, ոնց եք խաղում դրանով, ասա։ Կարող եք մոտենալ ցույց տալ ինչ-որ մի բան։ Մենք լացը խաղում ենք, որ ինքը մեր Կոճակները։ Ահա։ Այսինքն ինչ եք անում, կոճակների միջոցով, Լեոն, չէ, կոճակների միջոցով հրահանգ եք տալիս հեռուստացույցի էկրանի վրա աշխատող ծրագրին։ Պարզ է, այսինքն տեղեկույթը ինչ արեցինք, ներմուծեցինք, թե դուրս եկավ։ Ջոյստիկի միջոցով ներմուծեցինք, թե ներմուծեցինք, շատ լավ։ Ջոյստիկ, սրա մասին արդեն խոսեցինք։ Հեռակառավարվող խելափայտիկ։ Կրկնեք այս բառը մի քիչ հետա։ Խելափայտիկ, խելացի փայտիկ էլի երեխաներ։ Սա ինչ է։ Շատ լավ, ստեղնաշար։ Այստեղ էս ինչ որտա կարող եմ բացել։ Ահա, ստեղնաշարով ինչ էինք անում։ Չէ, թողեք, այս սրա այդ գործ չունի։ Ինչ էինք անում, ասեք։ Ստեղնաշարով մեծ բաներ էինք գրում։ Ահա։ Երգեր էինք իջնում։ Ահա, հիմա ստեղնաշարը որ չլինի, նայեք, գրում եմ։ Ահա, ինչ եք անում, տարատեսակը փոխում եք, կամ առանց փոխելու այսպես ինչ-որ բաներ են գրում, բարև բոլորին, ստեղնաշարը չկար, ես կարող էի գրել, ես ինչ արեցի հիմա, որ ինքը գրեց, ներմուծեցի, թե հանեցի, տեղեկույթը ստեղնաշարով ներմուծեցի, համակարգչի, ինչ ծրագիր էր, տեքստային խմբագրիչ, շատ ապրեք, տեքստային խմբագրիչ, ահա, այս է, անցնենք առաջ, լավ, եկեք մի փոքր հիշենք, իսկ ինչ մասերից է կազմված ստեղնաշարը, ասեք, ստեղներից, իսկ ստեղները քանի տեսակ էին ստեղնաշարի վրա, ով էր ասում, որոնք էին, ասա Սամվել, Եվ հատուկ, ով կգա ցույց տա, թվային, տարաթվային և հատուկ։ Բարձր ասեմ, չի լսում։ Այո։ Ապրես։ Եվ, մի քիչ մոտեցու, և այսպես շուրջ արդեն հատուկ ստեղներն էին, ճիշտ է, շատ ապրեք։ Ստեղնաշար զրուցարանով,
կամ որևէ տեքստ մուտքագրելիս օգտվում ենք ստեղնաշարից։ Պարզ է սա երեխաներ։ Շատ լավ։ Գնացինք առաջ։ Էս ինչ է։ Չասես մոնիտոր, շատ ճիշտ է, մոնիտոր։ Մոնիտորով ինչ ենք անում։ Դիտում ենք, էլ ինչ ենք անում։ Խաղեր ենք խաղում, ճիշտ է, հաստատոս է։ Նկարում ենք, ճիշտ է, մուլտֆիլմ, շատ ճիշտ է։ Այսինքն մենք տեղեկույթը տվեցինք, թե ստացանք մոնիտորով։ Ինչ տվեցինք մոնիտորով։ Մենք տեղեկույթը ինքը իրան տվեցինք, թե այս ստացանք, մուլտֆիլմ դիտեցինք, մենք ստացանք, ինքը մեզ համար մուլտֆիլմ է ցույց տալիս, Լեոն, չէ՞։ Մուլտֆիլմ է ցույց տալիս, երաժշտություն է միանում մոնիտորի վրա եւ մենք դա ստանում ենք, դիտում ենք դա։ Պարզ է։ Շատ ապրեք գնացինք առաջ։ Մոնիտորի օգնությամբ մենք տեսնում ենք էլեկտրոնային նամակները, տեսազանգի ժամանակ նրա վրա արտացոլվում է ընկերոջ պատկերը։ Հիմա, որ այս մարդը խոսում էր, մտավ նկարը տեսախցիկ, որտեղով դուրս եկավ մոնիտորի միջոցով, այո, մոնիտորի միջոցով այն մյուս մարդը կարողացավ տեսնել զրուցակցին։ Գնացինք առաջ, այս ինչ է։ Տեսացրիչ, կեցե Սամվել, տեսացրիչի օգնությամբ, այ տեսեք, տեսախցիկը մեր պատկերը մտնում է տեսախցիկի մեջ, իսկ տեսացրիչի միջոցով ցրվում է նկարը պատին, դուրս է գալի պատի վրա արտացոլվում։ Պարզ է, սա մի սարք է, որը պատկերը գցում է ավելի մեծ հատ տարածություն եւ պատկերը ավելի մեծ ձևով մենք տեսնում ենք հատ տարածության վրա։ Պարզ է։ Կրկնեք տեսացրիչ։ Էլ ինչ նոր բառ սովորեցիք մի քիչ առաջ։ Խելափայտիկ կամ ջոստիկ։ Այս սարքի միջոցով պատկերն ավելի մեծ չափերով արտացոլվում է պատին կամ որևէ հարթ մակերևույթին։ Շատ լավ։ Երգային և մուտքային սարքեր։ Հիմա երեխաներ, տեսակ, մենք կարողացանք ներմուծել և արտադրել պատկերները։ Եվ որոշ սարքեր արդեն ձեզ ծանոթ էին, բայց դուք պիտի տեսնեք, թե այդ սարքը մեզնից վերցնում է տեղեկույթը, թե մեզնից ստանում է տեղեկույթ, թե մեզ տալիս է տեղեկույթ։ Հիմա, այսպիսի առաջադրանք եմ ձեզ տալիս, խմբերով պիտի աշխատեք։ Ձեզ թեստեր եմ տալիս, այս առաջին մասը չեք լրացնում, մենակ վերևով կգրեք առաջին խումբ, երկրորդ խումբ, երրորդ խումբ։ Պիտի պատասխանեք այս հարցերին, տեսնեմ որքանով հասկացավ այն ինչի մասին մենք խոսեցինք։ Եվ նաև յուրաքանչյուր խմբից մեկ փազլ եմ տալու, այսպես մի քիչ խոշոր փազլ է, ստանալու եք այդ պատկերը, հավաքելու եք և գրելու եք, թե դա ինչ սարք էր։ Պարզ էր։ Հիմա այստեղ գրված է անուն, ազգանուն, չգիտեմ ինչ, դա պետք չի։ Սկսում եք պատասխանել այս հարցից։ Սկսեցիք աշխատել։ Մեկը կարդացեք, մյուսները տոկնեք։ Այստեղից եք սկսում։ Լսում եք, կարդում եք, որ ոչ հոգիներին խանգարեք, ոչ եք հիշեք, կանաչ շերտերի մասին։ Արագ աշխատում։ Ես ես տալիս եմ 5 րոպե ժամանակ։ Հազորը հավաքելու։ Մենակ էդ շշոջում եք,
Դրա վրա սոսնձելու եք ձեր ստացած մեր պատկերը։ Խազլը հավաքել ու սոսնձել դրա վրա։ Այդ մարկերը նրա համար է, որ վերջում անունը գրեք ինչ եք ստացել։ Կան հարցեր մեկ ճիշտ պատասխան ունեն, կան հարցեր, որ երկուսից ավելի են։ Պես գրեք, հետո դա, այդ շատ է շատ, այդ վերջին համար։ Այս ավելի կարևոր է, սա եմ ստուգելու վերջում։